Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խնդրեմ։ Պարոն Պապիկյան, ընդհանուր թվակազմի վերաբերյալ ասեք ավելացում ենք ունենում, թե պակասում ենք ունենում, առանց թիվ հնչեցնելու, բայց բանի համար եւ երկրապահի համար ասեք, մեկ էլ եթե արձագանքի հնարավորություն էլ չեմ ունենալու, քանի որ զինկոմիսարիատներից խոսացիք, նաեւ վերջին շրջանում ինձ բազմաթիվ լուրեր են հասնում, որ զինկոմիսարիատներում բազմաթիվ սպաներ դուրս են գալիս համակարգից, դիմում դուրս են գալիս եւ փոխարենը լրացվում է անփորձ եւ ծառայությունից ոչ բան իմաց մարդկանցով, ուզում եի ասեք նաեւ այս ինչ խնդիր է, բայց այն թվակազմի ու երկրապահի Շնորհակալ եմ, վերջի հարցից սկսեմ, փորձառությունը տարբեր է լինում, նայած ինչի մեջ են փորձառում։ Դե երբեմն մարդիկ կարող են դադարեցնել իրենց ծառայությունը նաև նմանատիպ հարցերով։ Այսինքն փորձառությունը միայն դրական փողի ներքո դիտելը ճիշտ չի, որովհետև մենք գործ ունենք մի համակարգի հետ, ու գաղտնիք չի, բոլորը տարիներ շարունակ խոսել են այդ համակարգերի պրոբլեմատիկ լինելու համար, բնականաբար անհրաժեշտ է մաքրել այդ համակարգը հնարավոր կամ ռիսկային մարդկանցից, ինչը տեղի է ունենում, ու նորմալ եմ համարում դա։ Ինչ վերաբերում է թվաքանակին, ես նշեցի, որ տեղի է ունենալու հետևյալը, 1.5 տարի հետո 2 զորակոչ զորացրվելու է, բայց այն, որ բանակը կրճատվում է, դա իրականության հետ կապ չունի, ինչու։ Ինչ է տեղի ունենալու։ Սրա արդյունքում եւս 1.5 տարի հետո մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ Պատկերացրեք, 1.5 տարի հետո զորացրվելու է 2 զորակոչի այն հատվածը, որոնք պայմանագիր չեն կնքել։ Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր զորակոչերը, այսինքն բոլոր 4 զորակոչը կրկին գտնվելու է բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելով։ Այսինքն նույն թիվը պահպանվել է։ Ոչ չի պահպանվել, տիկին գրքան։ Բայց ասել եմ ես դրա մասին, ես հարց եմ հնչեցրել, որ խրոխտ ասում եք բանակը կրճատում են։ Մի հատ հարց եկեք թվաբանությունը այդ անտերը բարդ չի։ Պարոն նախարար, հիմա այդ առիթ է, այդ թվաբանությունը հստակ նորից հնչեցնելու։ Շատ լավ։ Չէ։ Չէ, դրա համար անհրաժեշտ է այլ հարցեր լուծել, որ դրա ժամանակը գա 1 տարի։ Շատ լավ։ Հիմա դրա ժամանակը չի։ Չէ, պարզ հաշվարկ կա, ես հիմա ոչ մի բան չեմ խեղաթյուրում։ Պարոն նախարար, ես իմ հարցը հնչեցնեմ, գնանք առաջ։ Գիտեք, որ հասարակության մեջ շատ է այն տեսակետը, որ հիմա այս բարեփոխումը վարանում ենք, ինչ որ մարդիկ, որ հիմա ծառայության մեջ են, չեն կարող օգտվել այս բարեփոխումից։ Մի երկու բառով սա էլ թվաբանությամբ բացատրեք ու անցնենք առաջ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մտահոգ քաղաքացիները շատ են այս մասով, ես ուզում եմ նշել, որ նախ սա գործընթաց է, որը երկար է պլանավորում։ Մենք 5 տարվա ընթացքում մեր կառավարության գործունեության պարտավորություն էինք ստանձնել, որ այս հարցին անդրադառնալու ենք, բայց սա կարող է լինել այն պարագայում, եթե գլխավոր շտաբը տար համապատասխան եզրակացություն, այն է դրական եզրակացություն, որը կախված է մեր պայմանագրայինների եւ ժամկետայինների թվաքանակի հանրագումարից եւ դա հնարավոր է անել միայն 2026 թվականի հունվարից սկսած։ Ուղղակի մենք չենք կարող ավելի վաղ դա անել, արդեն ուշ է նախանելը, եւ երկրորդը տալ հետադարձ ուշ օրենքին, որ դա տարածվի մնացածի վրա, կարծում եմ, այստեղ որևէ անարդար բան չկա, մենք խոսում ենք հունվարի 1-ից ընդունվող օրենքի մասին, որը կտարածվի այդ օրից հետո ծառայության անցնողներին ու սա համարել հարց, որը պիտի դարձնենք հանրային մեծ քննարկման ու բոլորին զորացնենք, մենք չենք կարող ամբողջ բանակը զորացրել։